Ողջույն իմ հայ ժողովուրդ, ուզում եմ մի քիչ խոսալ նրա մասին, որ ընտրությունները շատ մոտիկ են, շատ մոտիկ են ու ավելի անտեսանալի, ավելի ինչ որ դեբիլական, հիմնարական խոսքեր եմ լսում ամեն կողմից, թե Քոչարյանը ինչ որ բաներ հնարում, ասում սենց չի եղել, սենց ալնելու, թե Տաշիր Սամոնը ինչ որ բան հնարում, թե Հիսուս Սարգսյանը ինչ որ իրանից հնարում, որ թազա մարդ պետք է գա ու այսօր դուրս է գալ ինֆորմացիա, որ մեր Վլադիմիր Վլադիմիրիչը ուզում է հայերին ուղարկի Ռուսաստանից Հայաստան, որ իրանք ընտրեն Պուտինի ուզած մարդուն։ Ու գիտեք, դա լսում է ծիծաղալու ու կարող է շատերը չհավատային, բայց իրականությունն է, որ ես հավատում եմ, որովհետև Վլադիմիր Վլադիմիրիչը տենց մարդ է, որ ինքը ամեն ինչ անում, որ լինի իր ուզած ձևով, որովհետև այդ մարդը լուբոյ մեթոդներով է համ կարա հարձակվի երկրի վրա, համ կարա գողանա հողեր, համ կարա ասի, որ դա մենք չէին, համ կարա խոստա, որ ամեն ինչ կլինի լավ, որտեղ մեր զորքերը կօգնեն, եթե ինչ լինի, բայց հենց օրը գալիս է, չի լինում ոչ մի բան։ Ամեն ինչ կարող անի, որ հենց անի, որ ասենք ուրիշ պոլիտիկներ դուրս չգան բանտերից, հա, որ այնտեղ հանգարցակի թույնավորվեն, հանգարցակի կորվեն։ Այդ է մեր իրականությունը, այդ է մեր Վլադիմիր Վլադիմիրիչը, ոնց է Փաշինյանը ասում։ Ու ես որերորդ անգամ համոզվում եմ, որ հիմա գնում է խոսակցությունը, ոչ թե Փաշինյանը լավն է, վատն է։ Մենք գիտենք, որ ինքը վատն է։ Այ հարցը նրա մեջ է, որ դուք ուզում եք Պուտինը ղեկավարի Հայաստանով, թե ոչ Պուտինը։ Կորճ ու կոնկրետ։ Իմ կարծիքով ես Հայաստանում չեմ, ես չեմ կարող ասեմ, որ դուք ինչ պետք է անեք, դա ձեր գործն է, բայց ես շատ եմ խնդրում ձեզ, որ դուք մտածեք, դուք մի քիչ մի րոպե կանգնեք ու հասկանաք, որ Պուտինը դա այն ինչ որ պետք է Հայաստանին հիմա, որովհետև նորից երևի 1000 անգամ ասեմ, Հայաստանը, հայ ժողովուրդը նենց բարձր գինա վճարել, որ ազատ լինի, նենց բարձր գինա վճարել, որ հիմա ամենասխալը կլինի, որ այդ գինը վերցնել, թքել նրա վրա ու նորից հետ գալ Ռուսաստանին, որովհետև ոնց Վլադիմիր Վլադիմիրիչը փոխեց Թուրքիայի ժպիտը մեր Արցախի վրա, այդ ձևել կգա օրը, երբ որ ավելի կճզմեն Վլադիմիր Վլադիմիրիչին ու այդ խելոք պապիկը հանգիստ ձեռով Սյունիք կփոխի մեր Ալիևի ժպիտի վրա ու ուրիշ ժպիտների վրա։ Գլխավորը որ իր ուզածը լինի, որովհետև ինքը չի մտածում ոչ մեկի մասին, բացի իր կյանքի, իր ինչ որ հերոսական, իր ինչ որ վիլիչի մասին, որովհետև ինքը մենակ դրա մասին է մտածում։ Հենա հանգիստ պարկացրեց 500-600 հազար ռուս, հանգիստ, որ ասեմ ռուս, դա ոչ թե էթնական ռուս, դա տարբեր ազգեր, հայեր, յակուտներ, չեչեններ ու հազարավոր տարբեր ազգացիներ, որ Պուտինը կարողանա իր ինձ հետո պատմության մեջ գրի, որ ես հաղթել եմ, ես հողեր եմ հավաքել ու հավատացեք, ինքը հանգիստ ձեռով կծախի Հայաստանը, որ իր ինչ որ ցել բան լինի, գնա առաջ։ Այլ նույն ձևի կարամ ասեմ Դալնի Վոստոկի մասին, լրիվ Չինաստանին ծախել է, լրիվ։ Եթե նայեք, լիքը կա ինֆորմացիա Սպուտնիկից, որ լրիվ ինչ որ կա չկա, չինացիներին են տվել։ Դաշտեր, ինչ որ ես չգիտեմ, լրիվ կտրել են ինչ փեդեր, մեդեր լրիվ հանել են Ռուսաստանից, մենակ որ Չինաստանը օգնի Պուտինին, ասենք ինչ որ տեխնոլոգիա տա, որը Ռուսաստանը չունի։ Հավատացեք, որ նույն ձևի կանի Հայաստանի համար։ Հայաստանը իր համար ոչ մի բան է, ոչ մի բան է։ Իրան հետաքրքիր է մի հատ բազա լինի, ինձ թվում է Երևանը կթողի ու ինչ որ Գյումրին կթողի, որ մի հատ վայնի բազա լինի։ Համ Վրաստանին կտա ինչ որ պետք է, համ թուրքերին կտա ինչ որ պետք է, համ պարսիկներին կտա ինչ որ պետք է։ Այդ հեքիաթները, որ պարսիկները չեն տվել, պարսիկներին թքած ունեն, իրանք միակ բան են ուզում, որ ինչ որ ալտերնատիվ ճանապարհ լինի, որ իրանք կարողանան առնեն ու ծախեն այն ապրանք իրենց ոնց հետաքրքիր է։ Եթե պարսիկին ասեմ վեկալեք Սյունիքը ձեզ, պարսիկները կասեն հաճո, թող մեմ հաճույքով կվեսնեն։ Ու հիշեք, պարսիկները մինչև հիմա
համարում են, ոնց մենք համարում ենք, որ կա մեծ Հայաստան, որ Տիգրան Մեծի ժամանակ եղել է, դա եղել է այդքան երկար ժամանակ չէ, ծովից ծով Հայաստան, հա, ոնց մենք համարում ենք, որ Վանն է մերը, Ղարսն է մերը, որ մենք համարում ենք, որ Արցախն է մերը, իրանք էլ համարում են, որ Լիվ Կովկազը դա պարսկական հողեր են։ Դագեստանը, Չեչիան, բայց ձեր կարծիքով ոնց կարա Դագեստանը լինի Պարսկաստանին, Հայաստանը ազատել է դրա մեջտեղ։ Տենց հնարավոր չի, որովհետև ամեն ազգը տարիներով, 100 տարիներով ղեկավարել է ու պահել է հողերը իրանց կազմակերպության մեջ։ Հիմա էլ նույն բանը մտածում են մարդիկ։ Դրա համար մի խափնվեք, որ պարսիկները ինչ որ մեր շատ լավ ընկերներ են։ Հիմա իրանց վգտնի է, որ մեծ գործոներ իրանք անելու են դա։ Վաղը չի լինի, իրանք վաղը փոխեն իրանց միտքը ու ուրիշ բանով կզբաղվեն։ Լավ, եկեք հետ գանք մեր ընտրություններին։ Դուք ինձ ասեք, դուք իրականությունում ուզում եք, որ մենք նորից լինենք աղքատ, հետամնաց, առանց, ես չգիտեմ, շանսի, որ ինչ որ վաղվա օրը կարա լավը լինի, մենակ որ մի հատ պատրիոտիզմ են տան, հա, որ մի հատ սուտասություն տան, որ մենք Տիգրան Մեծի երեխաներն ենք, որ արդ ծովից ծով լինելու է, թե իրականությունն ենք, որ մենք փոքր երկիր ենք, մենք ունենք դժվար հարևաններ, մենք ունենք լավ խնդիրներ, մեր էկոնոմիկան շատ թույլ է, մեր զինվորները հելավոր նոր են սարքվում, բայց այդ դրա հանդիպ սկսենք աշխատել, թե նորից խափվենք, որ մենք ամենախելոքն ենք, ամենահինն ենք, ամենահզորն ենք ու թքած ունենք, որ մենք խնդրեմ չունենք, մենք вообще խնդրեմ չունենք, ամեն ինչ օքեյ է, մեր խնդրեմը եղել է միակ, որ մեզ դաժվաճաներ են, մեզ ծախել են, որ չդավաճանային ծախեն, մենք լերևին կհաղթեինք, մինչև Նյու Յորք կհասնեինք Էնյանից ու մինչև Պեկին Էնյանից կհասնեինք, թե իրականից ասենք, որ մենք չունեինք բանակ, մենք չունեինք զինվոր, մենք չունեինք տեխնիկա, մենք չունեինք գիտելիքներ դրա համար, մենք ոչ մի բան չունեինք, որովհետև տարիներով մեզ թալանել, ոչ թե թուրքերն են թալանել, մենք ենք մեզ թալանել, բայց նրանց հետո որ ասենք, որ մենք կորցրել ենք մեր հողերը, մենք ասում ենք, որ մեկը մեզ դավաճանել է, մեկը մեզ հող է ծախել, չէ եղբայրներ, չէ իմ սիրելիներ, տենց չի եղել։ Մենք բոլորս, ով որ հիմա ապրում ենք ոչ Հայաստանում, փախել ենք, ընտրել ենք ուրիշ կյանք։ Շատ ռուսահայերը շատ են սիրում Պուտինին, ուզում են մեռնել իր համար, թող մեռնեն իրանցն է։ Ես չեմ համարում, որ Վլադիմիր Վլադիմիրը չէ այն մարդն է, որը հետևից պետք է գնաք։ Ու ես չեմ համարում, որ Գլենդոնում ապրող հայերն են այն հայերն են, որ դուք պետք է նայեք ու հավատաք, որովհետև այդ մարդիկ են ուրիշ բաներ սիրում։ Այդ մարդիկ են ուրիշ ձև նայում։ Իրանք ուզում են ապրեն հարուստ երկրում, իրանք ուզում են արվիտակ լինեն ու դժգո ասեն, որ հայ ժողովուրդը չի լսում իրանք, որովհետև իրանք ավելի խելոք են, իրանք ավելի լավ գիտեն ոնց նա ճիշտ Հայաստանի համար։ Այ եկեք մի բան ասեմ ձեզ համար, այդ Գլենդելը, բացի 2-3 փողոցից, ոնց որ Հայաստանը 98 թվին մեռել է, կանգնել է, ու այդ այդ մենտալիտետով հայերն են։ Թազա հայերը որ գալիս են, թազա հայերը, ես ասում որ ասենք 3 են եկել, մի տարի առաջ են եկել։ Այսպես աչքերով նայում են, ասում են, «Էս ոնց որ մենք գիտեք, մաշինը վրեմինի են գտել, հետ ենք եկել»։ Որտեվ այդ որ ես չգիտեմ ոնց է կատարում, նույն ձևի ասենք պատմություն կա Բրայտոնբիշ ռուսների հետ։ Ոնց որ մարդիկ եկել են ու իրենք ռազվիցիա չեն ստացել։ Իրանք այդ 95-98 2000 թվերի մեջ են ապրում։ Իրանք թվում է որ Հայաստանը չի զարգանում ու իրանք չեն զարգանում, իրանք չեն ուզում, որովհետև իրանք գալիս են ամբողջ ընկերներով, ծանոթներով ու այդ ձևի ոնց որ մարինադի մեջ ապրում են ու չեն հասկանում ինչ է կատարվում կյանքում, որ հերիք է կռիվ անել, որովհետև իրանք ամենառաջին են կորում այդ Ադրբեջանի վերանը ջարդենք, այս նրանց վրա, բայց իրանք երեխաները կռիվ չեն անելու, իրանք բարեկամները կռիվ երևի շատ չեն անելու։ Իրանք ապրել են լավ տեղ։ Ես շատ գիտեմ հայ, որոնք կոչում են, որ այդ Փաշինյանը հողա ծախել, այդ թուրքերի բերանը պետքա ջարդեն, վախսեն կռիվ, բայց իրանք երեխաները հանգիստ Կալիֆոռնիայում ապրում են։ Ու իրանք չեն են մտածում, որ իրանք երեխաները պետքա գնան հետ, որովհետև այդ խի պետք է իրանք երեխաները գնան։ Իրանք երեխաները ամերիկացի են, իրանք երեխաները ռուսներ են, ու քաղաքացի մոմենտով ասում։ Իրանք պետքա մահանան այդ հեքիաթների պատճառով, բայց դուք պետք է այդ ամեն ինչ անեք։ Թե կարող է մի հատ շանս տանք Եվրոպային, ասենք մենք 20 տարուց ավել եղել ենք Ռուսաստանի ինչ-որ արբիտայի մեջ։ Այն ինչ ունենք այդ իրականությունը, եկեք 20 տարի, ես չեմ ուզում 100 տարի, 20 տարի տանք Եվրոպային շանս։ Հիմա դաժ Եվրոպայի արբիտայի մեջ ենք, հիմա արդեն մեծ փոփոխություններ են, արդեն այդ Փաշինյան թիմը, որը համարում եմ ես նորից թույլ թիմ, հա, նորից թույլ թիմ, այդ բուկվալն ես չգիտեմ, այս 4 տարվա ընթացքում ավելի շատ զենք է առել, ավելի շատ
բանակա սարքել, կամ դրանից առաջ 25 տարի։ Նորից հա դուք ասում եք այն ժամանակ մենք հաղթենք, այն ժամանակ չկար թուրքերի մոտ բանակ։ Այն ժամանակ կար ֆիդայիներ, մեր կողմից, իրանց կողմից։ Այն ժամանակ մարդկանց բռնում էին, տալիս էին կալաշ, ասում էին գնա կռիվարա։ Հիմա ուրիշ ժամանակ, այնա ցույց է տալու Ուկրաինան ոնց է ռուսների հետ կռիվանում։ Անպայման չի ունենաս ավելի շատ զորք, ավելի շատ, ես չգիտեմ, տեխնիկա, եթե կարաս քո խելքով ու ինչ որ թազա տեխնոլոգիաներով հաղթես։ Այդ է կատարվում։ Դրա համար իմ կարծիքով նորից եմ խնդրում, մտածեք ու մի էմոցիայով ընտրեք։ Մի պետք չի, որ խոսքով գնա, որ էսի ծախեց, այնի ծախեց։ Բոլորը ծախում են, բոլորն ուզում են, որ իրանցը լավ լինի, բայց եկեք մի քիչ գտնենք նրանց մարդկանց, որը մի քիչ ավելի քիչ է ծախել, մի քիչ ավելի, չգիտեմ, լավ բան արել, ինչ որ մի բան արել, որ ձեր կյանքը, Հայաստանի կյանքը փոխվի։ Որովհետև ես էքսպերտ չեմ, բայց ես տեսնում, որ Հայաստանը փոխվել է։ Ես տեսնում, որ Հայաստանը փոխվել է։ Իմ բարեկամներն են այնտեղ ապրում։ Ես տեսնում եմ, որ ինչ որ եղել է Հայաստան, ասենք 2 տարի առաջ, ու հիմա Հայաստան, դա տարբեր Հայաստաններ են, դա շատ տարբեր Հայաստաններ են։ Ու ես ուզում եմ, որ ձեր երեխաները չտեսնեն այդ Հայաստանը, որ ես եմ տեսել 90 թվականներին։ Ես չեմ ուզում, որ ձեր երեխաները տեսնեն Հայաստանը, որ ես տեսել եմ 2000 թվականներին։ Սկզբից ծանր էր, որովհետև մենք սարքում ենք թազա երկիր, հետո ծանր եղել, որովհետև մեր հայ ղեկավարները իմ կարծիքով ավելի լավ չէին, քան թե թուրքերը, որ եղերն են սարքել։ Ես չեմ համարում, որ ինձ ավելի ցավացուցիչ էր, որ այդ մարդիկ հայ են իրենց կոչում, որովհետև իմ կարծիքով թուրք էդի թուրք է։ Ես երբեք թուրքից լավ բան չեմ սպասել, բայց հայից ես միշտ սպասել եմ լավ բան։ Ու երբ որ հայի պատճառով մեռնում էին հայ երեխաներ, հայ տատիկներ, պապիկներ, հայ հասարակ մարդիկ, որ հայի պատճառով մարդիկ թռնում էին սամալյոտից, որտեղ կարային թռնեին, գլխավոր չմնային այդ անտերի երկրում։ Երբ որ ինչ-որ կատակ կար, հա, որ վերջի գնացողը լույս անջատեք аэроպորտում։ Այդ է մեր հայ ղեկավարները, որ այդ մարդիկ իրանց երեխաներով, որ ասում են, լավ բիզնեսմեն են, դուք հիմար դեբիլ եք, իրանց երեխեքը գենիալնի բիզնեսմեններ են։ Դուք, որ ապրում եք այդպես հազիվ աշխատավարձից աշխատած, այ քոչերն տղեն, դա գենիալնի միլիարդատեր է։ Դուք եք դեբիլ, ինքը կապ չունի, ինքը խելոք է։ Կարող է նույն ձևի անենք, հա, նույն ձևի անենք, որ Պուտինին ծախենք Հայաստանը, որ քոչերնի երեխեքը իր թորները նույն ձևի գենիալնի լինեն, հա։ Ես էդի չեմ ուզում, ես էսի տեսել եմ, ես եկել եմ այն երկրից, որ Պուտինը վերցնում է, ճզում է ազգերը, կողում է ինչ-որ մի խումբ ընտանիք, Տատարստան, Չեչնիա, նույն բանն աբսոլյուտն է, ինչ-որ խումբը դառնում է շատ հարուստ, շատ ունի հնարավորություններ, բայց մնացած մարդիկ պետք է ֆռան ինչ ձևի ինչ-որ մի բան սարքեն։ Դուք եք ուզում։ Ես չեմ ուզում էդի, ես չեմ ուզում, որ ձեր երեխաները, որ Հայաստանի երեխաները տեսնեն, ես ուզում, որ Հայաստանի երեխաները ապրեն գոյնե ամենաաղքատ եվրոպական երկրի չափով։ Հա, դա դες կոչում աղքատ, բայց գիտեք, մինչև հիմա Ռուսաստանը չի կարացել հասնի զարգացումով ամենաաղքատ եվրոպական երկրների չափով։ Հա, ես գիտեմ, որ Ռուսաստանը ավելի շատ փող ունի, զենք ունի, բայց այդ փողը ծախսում է ինչի վրա ուզում եք, բացի մարդկանց вրա։ Գիտեք, այդ կռվի ժամանակ հիմա որ կատարվում է Ռուսաստան-Ուկրաինա, այդ դրանից առաջ Մեդվեդևը ոնց էր ասում, փող չկա, բայց դուք այնտեղ это держитесь. Денег нет, но вы там держитесь. Այդ ձև էր ասում։ Բայց հենց կռվը սկսվեց, оказывается, денег դխրինա։ Այդ փողը, որ հիմա այս քանի տարվա ընթացքում, 4 տարվա ընթացքում, 5 տարվա ընթացքում, որ ծախսում է ամեն ինչի վրա, որը կապված է կռվի հետ, ծախսվեր էկոնոմիկայի վրա, ինչ որ զավոդներ սարքվեր, ճանապարհներ սարքվեր։ Հավատացեք, Ռուսաստանը թքեր կգնար առաջ շատ եվրոպական երկրների մակարդակից։ Բայց դա հետք չի, որովհետև դա համարվում է թուլություն։ Հասկանում եք, խելոք երեխեքը, զարգացած երեխեքը, դա հզորություն չի, հզորությունը երբ որ մորը սանեմ դրանց բերանը ջարդից, այդ ենք, խենք ուզում ենք այդ ձև, ես չեմ հասկանում։ Լավ, տենց խումբ մարդ կա, ես գիտեմ, որ տենց խումբ մարդ կա։ Լավ, ես գիտեմ, որ Ռուսաստանի հայերը իրանք զամբիրվինի են, իրանք նստում են առավոտից գիշեր, նայում են Սալավյով, ինչ որ ռուսական պրոպագանդա ու իրանք լրիվ պրոբլեմա կապված է միակ նրանից, որ
ռուսները ինչ որ տերիտորիա չեն գրավել, որ ինչ որ հայերը ինչ որ տերիտորիա չեն գրավել, հենց գրավել լավ ապրելու են։ Բայց հիմա ունենք ամեն ինչը։ Լավ, հիմա կարանք ապրենք։ Պետք է չի վաղով։ Ես արդեն 20 տարի լսում եմ վաղը, ու եկել է ինչ որ խումբ ասում է, չէ, եկեք վաղը չխոսանք, եկեք այսօրով խոսանք։ Հա, մենք պետքա, ես չգիտեմ, չոկած գնանք թշնամու մոտ։ Okay, մենք պետքա գնանք, ես չգիտեմ, խնդրենք, okay, ինչն է խնդրեմ խնդրել, ինչա խնդրեմ չոքել, եթե քո երեխաները չեն մահանալու։ Ես չեմ հասկանում։ Դրա համար իմ կարծիքն այն է, որ եկեք մենք դադարենք լրիվ կռիվները, եկեք մենք առանց էմոցիա նայենք իրականությունին ու հասկանանք, եթե դաժե մենք ընտրենք ինչ որ ուրիշ մարդ, որ այնքան խոսք է տալիս, ձեր կարծիքով ոնց է այս թե այն ղեկավարը թազա հետ բերելու այն հողերը, որ իրենք խոսք են տալու հետ են բերելու։ Եթե իրանք հողը հետ չեն բերելու, բախեն իրանք այդ խոսք տալիս։ Okay, դաժե եթե իրանք սկսեն կռիվ որ հետ բերեն հողերը, ձեր կարծիքով ով է մահանալու այդ հող հետ բերելու ժամանակ։ Ու ձեր կարծիքով իրականությունում Ռուսաստանը այս անգամ կօգնի թե չէ։ Ես չեմ ուզում լատարի է, որտեղ մեր ազգը շատ փոքր է, մեր ժողովուրդը շատ քիչ է ու ես չեմ ուզում որ իմ երկիրը սկսի կազինո խաղալ։ Պետք է չի։ Էդի զավեդումը պարտված խաղա։ Որովհետև երբ որ մեզ վրա հարձակվեցին, մեզ զակոնի ճանապարհով չօգնեցին, ասեցին, դե պանյատնի չէր սիտուացիան։ Բա որ մենք սկսենք կռիվը, ով է մեզ օգնի։ Ոչ մեկ մեզ չի օգնել։ Որիտա որ լրիվ աշխարհը մեզ կհամարի, որ մենք ագրեսոր ենք։ Լրիվ աշխարհը կհամարի մենք որ վատն ենք։ Դուք եք ուզում։ Որտեվ Ալիևը թուրքերը միլիարդեր են ծախսում, որ մեզ մասին այդտենց մտածեն։ Ու եթե մենք սկսենք կռիվ, ոնց որ Ռուսաստանը կդառնանք, որ հա ինչ որ խոսակցություններ են, ինչ որ հարուստներ զրույց անելու են, դա հարց չկա, բայց ոնց որ ասկ կլեմու է դրվելու, որ մենք արժանի չենք այդ հողերին։ Մենք արժանի չենք դաժե ունենանք այն ինչ որ ունենք։ Մի լսեք դրանց։ Ու խնդրում եմ այն մարդիկ, որը չեն ուզում ընտրեք, մենակ մի տվեք Պուտինին շանս, որտեվ հիմա ես զարմացած եմ, որ մեր ժողովուրդը пассив նստած է ու ոնց որ չգիտեմ, սպասում որ մակարոնները ականջեն լցեն, որ այտենց երջանիկ գնան ու ես չգիտեմ ինչ են ուզում, բայց ես նորից եմ խնդրում, որ մտածեք սառը գլխով, սառը սրտով, մի քիչ ռասчётով ու ձեզ կրիտически հարցեր տակ, բա ոնց է այդ մարդը բերելու այն ինչ որ խոսք է տալի, որովհետև ես Փաշինյանին լսում եմ, ինքը խոսք է տալիս այն ինչ որ ես հավատում որ կստացվի, բայց երբ որ լսում եմ ուրիշներին, ես չեմ հասկանում ոնց է այդ հողը հետ բերվելու։ Իհարկե ես ուզում որ Արցախը հետ գա Հայաստանին, ես ուզում եմ դա, բայց շատ բան եմ ուզում եմ միլիարդ դոլար լինի, ես ուզում եմ որ երեխաները ռակով չհիվանդանան, ես ուզում եմ որ աղքատություն չլինի աշխարհում, ես ուզում եմ որ կռիվ չլինի։ Okay, ուզի, բայց դա չի լուծում մեր հարցը, չէ՞, դա մնում է իրականությունը։ Ու իրականությունը մեջ է որ պետքա ապրես ու խաղաս այն քարտերով, այն խաղերով, որ դու ունես։ Պետք է օգտագործես քո խելքը, ոչ թե քո էմոցիաները։ Որտեղ էմոցիայով մենք բոլորս հերոս ենք, բոլորս հաղթող ենք։ Բայց իրականությունն այն է, որ մենք ունենք այն ինչ որ ունենք։ Շատ շնորհակալություն մեր հայ ժողովուրդ ջան։ Խնդրում եմ ընտրեք մեր հայոց ապագան։ Սիրտ ձեզ բոլորին։